Ռոք երաժշտությունը տարիներ շարունակ հաճախ նույնականացվել է ապստամբության ու ազատ կյանքի գաղափարի հետ։ Տարբեր ժամանակներում այն դարձել է երիտասարդական բողոքի ու ինքնաարտահայտման լեզու։ Այս պատճառով էլ ռոքը հաճախ է հայտնվում քննադատությունների կենտրոնում։ Եվ ներսը փոթորի կա կոլորիտակ ես թվացյալ, և ներկաց դառնում անշուկա։ Սակայն ժամանակակից ռոք երաժշտության մեջ հայտնվում են խմբեր, որոնք փորձում են իրենց գործն օգտագործել սոցիալական կարևոր թեմաները բարձրաձայնելու համար։ Ի սկզբանե նենց չի, որ համաձայնում այդ մտքի հետ, որ ռոք երաժիշտները ինչ որ նման օրինակ բաների պրոպագանդա են անում, ինձ թվում է ամեն դեպքում մեր երկրում լրիվ հակառակն է, հիմնականում փորձում են ավելի բարին, ավելի լավը քարոզել, մենք էլ չենք տարբերվում դրանով։ Սևագիր ռոք խումբն է, երգացանկը տարբեր, գաղափարները միշտ նույնն է։ Տարբեր թեմաների են անդրադառնում երգերում, կան սիրային երգեր, ինչպես նաև կան ինչի համար որ հավաքվել ենք հենց այդ հակաթմրամիջոցային պրոպագանդան, թույներ երգը, որը գալիք ձեռագիր ալբոմում լինելու։ Երաժիշտների համոզմամբ երաժշտությունը կարող է ազդել նաև լսարանի վերաբերմունքի վրա, հատկապես երիտասարդների շրջանում։ Ինձ թվում է երաժշտությունը մեսիջ տալու ամենալավ տարբերակներից է աշխարհում, քանի որ հասանելի է։ Երաժշտությունը ուղիղ կապ ունի մարդկանց էմոցիաների հետ եւ ցանկացած դեպքում ավելի հասանելի եւ ընդունելի է հասարակության համար, քան օրինակ գրված տեքստը։ Այդ տեսանկյունից իհարկե երաժշտությամբ փորձել դրական մեսիջ, այն մեսիջը, որը մարդկանց օգուտ կտա իրանց առօրյա կյանքում հասցնելը, իմ կարծիքով արդար գործ է։ Յուրաքանչյուր երգ, որը ստեղծվում ու հանձնվում է լսարանի դատին, անցնում է երկար ճանապարհ։ Գրում եմ երգեր ու ամբողջ օրը սպանում ժամանակը իմ կամուկ։ Եվ արդ բոլորի դուք հասկանում եք իմաստն այս երգի արդյոք, խիստ կասկածում եմ, արև։ Խմբի անդամները պատմում են նաև թույներ երգի ստեղծման մասին, որը հակաթմրանյութային ուղերձ ունի։ Իրականում շատ նեղ անձնական պատմություն է, շատ հարազատ մարդու օրինակ ա եղել, ով օգտագործել էր թմրանյութ, որից հետո ես ականատես եմ եղել, ոնց է իր կյանքը փոխվում, ու այդ շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա, ոնց որ տենց իդեա է եկել գրել երգ, որը որ ավելի համամարտկային կլինի ու ինչ որ բաներ գուցե եւ կբացի մարդկանց գիտակցության մեջ եւ որոշումների համար օգտակար կլինի հետագա։ Հետո մեզ ներկայացնում երգի նոր գործիքավորումը։ Թե որքան կարող է մեկ երգը փոխել մարդկանց ընտրությունները, դժվար է չափել, բայց երաժիշտները համոզված են, ռոքը կարող է լինել ոչ միայն բողոքի, այլ նաև պատասխանատվության լեզու։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմարուր։